Ողջույն բոլորին։ Այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է ապրիլի 21-ից մինչև 27-ը ընկած ժամանակահատվածի համար։ Այս անգամ կլինի մի փոքր հակիրճ, սիրելիներս, որովհետև այսօր շաբաթ է, երբ որ ես հիմա սա անում եմ, բացի այն, որ գնում եմ արդեն Ավստրալիա եւ այնտեղից բավականին ուշ կվերադառնամ Ֆրանսիա, նաև իհարկե զատիկն է սկսում ժամը 5-ից հետո եւ ես ձեռքս չեմ առնելու ոչ մի քարտ, ոչ մի այդպես կանխատեսումներ մի խոսքով չեմ անելու։ Դե լուսնային աստղաբանության հետ կապված այդ հարցերը կներեք մոմս վառեմ։ Այդ հարցերը աստղաբանական նման հարցերը ուրիշ են, բայց կոնկրետ քարտերի վերաբերյալ եւ կանխատեսումների վերաբերյալ ես չեմ անելու։ Ձեռքս չեմ վերցնելու քարտեր, որովհետև իհարկե շատ կարևոր օր է մեզ բոլորիս համար, օրեր են իհարկե 3 օր իրար հետևից։ Եվ քանի որ այս տեսանյութը լինելու է հենց այսօր, շաբաթ օրը կտեղադրեմ ալիքում, ուզում եմ ձեզ մի բան զգուշացնել, երկուշաբթի օրը գիտեմ, որ շատերը գնում են գերեզմաներ եւ շատ լավ կլիներ, որ մարդիկ դիմացը լսեին։ Ես ծանոթ ունեմ, ով որ ապրում է գերեզմաների կողքը, շատ մոտ է անգամ իրենց տան բակից, որ դուրս է գալիս, ինքը հենց գնում է տան հետև, այդտեղ արդեն գերեզմաներ կան, անգամ բակը, որ գնում է բակ, որ նստեն բաց բակ է, ամիջապես կողքը գերեզմաներ կան։ Մի խոսքով ինքը այնտեղ նկատել է, թե ինչ է կատարվում, եւ ես ձեզ ուղղակի մի խնդրանք եւ իհարկե ձեր լավի համար եմ միայն սա ասում, որպեսզի ձեր կյանքում ոչ մի փոփոխություններ չլինեն։ Երբ որ դուք մուտք եք գործում գերեզմաներ, ընդհանրապես այնտեղ ինչ որ մեկի գերեզմաներն են փորել, եսի ինչեր են արել, եսի ինչ գործողություններ են արել, այդ աղջիկը ամեն ինչ տեսել է եւ ինձ պատմեց, չնայած սա առաջին դեպքը չի, իմ հետևորդներից էլ իմա որ լսեն իրենք էլ գիտեն, որ իրենց հարազատների հետ է դա կատարվել։ Մի խոսքով շատ կեղտոտ գործեր են կատարվում գերեզմաներում եւ եթե չեք ուզում մտնելով գերեզմաներ դուրս գալով վերցնեք ոչ մի բան ձեզ վրա, որ հետո ձեր կյանքում կարող ավելի վատ անդրադառնալ ձեզ վրա, ապա մտնելուց անմիջապես մուտքի մոտ, անմիջապես չէ, գոյություն ունի մուտք։ Մուտքի մոտ ասում եք, ինչպես որ մտնում եմ մաքուր, այդպես դուրս գամ մաքուր։ Մի ասեք այդպես էլ դուրս գամ մաքուր, ինչպես մտնում եմ մաքուր, այդպես դուրս գամ մաքուր։ Դա իմ խնդրանքն է ձեզ, որպեսզի դուք այս օրերին ոչ մի վատ բան այնտեղից չվերցնեք, ձեզ հետ բերեք տուն, որովհետև կատարվում են շատ ահավոր բաներ գերեզմաներում, ես չգիտեմ, որ մի վհուկներն են անում դա, բայց շատ վատ է դա անդրադառնում եւ տվյալ գերեզմանի վրա եւ հետո մուտք գործած որևիցե մարդկանց վրա, այնպես որ շատ ուշադիր եղեք նման տեղ այցելելու համար։ Գիտեմ, որ բոլորը կայցելեն, գիտեմ, որ անհրաժեշտ է այցելել եւ ուղղակի սա զգուշություն է ձեզ համար, որպեսզի դուք զգուշ լինեք մտնելուց եւ դուրս գալուց։ Ոչինչ չեք ասում, դուրս գալուց հետ չեք նայում, ոչինչ, ուղղակի մուտքից դուրս եք գալիս եւ վերջ։ Միայն մտնելուց եք դա ասում։ Ուրիշ ոչինչ պետք չի։ Կարող եք մի փոքր բարձրաձայն ասեք, կարող եք ձեր մտքի մեջ ասեք, կարող եք այնպես ասել, որ կողքինները չլսեն միայն, ինչ որ շշուկ լսվի։ Մի խոսքով, ասելիքս դա էր, որ մի փոքր զգուշ եղեք։ Ով կլսի, ով չէ, արդեն իր խնդիրն է, ես ոչինչ չունեմ ասելու, հետո չասեք փոխվեց այս մարդը, ուրիշ մարդ է կարծես, սկսեց չգիտեմ ինչ անել, սա անել, նա անել։ Ես ուղղակի զգուշացրեցի ձեզ։ Եվ նոր մի բան լսեցի YouTube-ով, անգամ մեկնաբանություն եմ գրել կանխատեսման համար, հենց գրել եմ իմ լուսնային ալիքով այնտեղ, որովհետև այդ մարդը կանխատեսում էր արել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ որ Ադրբեջան պետք է ջրհեղեղ լինի, բայց ես բան չունեմ ասելու դրա համար։ Ես չգիտեմ երբ է սկսվել ջրհեղեղը, ոչինչ չունեմ ասելու այդ առումով, բայց ցույց տվեց ձեռքի ափի M-ը, բայց դա M չէր, կանխատեսման համար, որ ասում է թույլատրվում է
երբ որ M ես ունենում, կանխատեսում արվի։ Շատերը կան, որ իրենց ձեռքում M ունեն, բայց այդ M-ը պետք է շատ հստակ լինի։ Ոչ թե ուղղակի, բոլորի մոտ կա ընդհանրապես M-ը։ Բայց M-ը լինում է այսպես։ Նայեք։ Ինձ թվում է բոլորին պարզ է M-ը։ Պարզ տեսնում եք։ Նայեք։ Իսկ իր մոտ M-ը սկսվում էր այստեղից, այսպես։ Գիծը այստեղից է սկսվում։ Դա M չի։ M-ը վերևից է շնում, մենք բոլորս գիտենք։ Ես բան չունեմ ասելու, սովորաբար, երբ որ մարդիկ կանխատեսումներ են անում կամ ինչ-որ բաներ են վերլուծում, ինչ-որ բաներ են ուսումնասիրում եւ հասկանում են դրանից թե ինչ պետք է լինի, ես մենակ ուրախ կլինեմ, որ նման աստղագիտական, ինչ-որ տերմիններով մարդիկ ավելի շատ լինեն եւ կարողանան որոշ պահեր ասել, որոշ ցիկլեր ասել, որ գալու է, որ այսպես երկրագնդի վրա եւ այլն, բայց լավ կլիներ, որ տվյալ մարդիկ միայն վատը չասեին, միայն բացասականը չասեին, որովհետեւ այնքան բացասական բան կա, որ հաստատ երկրագնդում այնպիսի մի բաներ են կատարվում, որոնք դրական են։ Այ օրինակ հենց հիմա, երբ որ դուք սա կնայեք, երկրում կա շատ վատ խաչ։ Շատ դա կոչվում է մեծ խաչ, որը ընդհանուր առմամբ ինքը դժբախտությունների խաչ է համարվում եւ յուրաքանչյուր մարդու կյանքում, երբ որ այդ խաչը ձևավորվում է անձնական քարտեզում, եւս իր մոտ գալիս է այդ դժվարությունների շարանը, դժվարությունների ժամանակը։ Հենց այս պահին աշխարհի երեսին դա կա։ Այսպես թե այնպես ինչ որ միտեղ, ինչ որ բաներ լինելու էր։ Բայց որ ուրախանալ հարևան պետության հետ կապված ախր մենք կողքն ենք, ինչպես կարող է այստեղ ինչ-որ բան լինել եւ այստեղ ոչինչ չլինել։ Հասկանում եք դա։ Հարկավոր չի ուրախանալ, ես ձեզ ասել եմ, սպասեք հունիսին։ Սպասեք հունիսին։ Հունիսի 6-ից հետո, միգուցե հունիսի 6-ին, հունիսի 5-ին։ Սպասեք եւ կտեսնեք, թե ինչ է կատարվելու, որովհետեւ ախր չի կարելի բացասական բաներով ուրախանալ այս կյանքում։ Չեք կարող եւ չեն կարող ոչ ոք ասել, թե ինչ կարող է լինել ուրախացողի հետ։ Ես երեք էի խոսում այդ թեմայով, որ երբ որ մարդ ուրախանում է դիմացինի դժբախտությամբ, բերում է իր կյանք։ Այդ ամեն ինչը մի ծիծաղա դիմացինի վրա, որ քո գլխին չգա։ Դե համար հարկավոր չի նման բաների վրա, հատկապես երկնային աղետների վրա, ուրախանալ։ Դա Աստծո պատիժն է եւ թույլ տվեք թող Աստված որոշի ում ինչ է ուզում անել։ Եվ եթե դուք ծիծաղում եք դիմացինի վրա, բա Աստված չի բարկանում։ Եվ Աստված բարկանալով կասի դե բա արի մի հատ էլ դու ծիծաղա քո վրա։ Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Դրա համար եկեք այդ ամեն ինչը հանգիստ անենք, բայց ուղղակի ես ուզում եմ զգուշացնել, որ M-ը բոլորի ափում կա, եւ ուղղակի պետք է տեսնել, թե այդ M-ը ինչպես է ձևավորված ափի մեջ, որովհետեւ M-ը պետքա հստակ երևա, երբ որ դու այսպես ես անում։ Եթե այսպես ես անում, այս գիծը գնում է այստեղ, դա M չի։ Չի կարող այստեղից սկսել։ M-ը այսպես է, բնականաբար տարիների ընթացքում թառամում են ձեռքերը, գծեր են առաջանում եւ այլն, որից էլ որ կարող է ինքը մի փոքր դեֆեկտանա, բայց հատուկ որ սա գալիս է այստեղ, դա ուրիշ բան է նշանակում։ Ես ձեզ ասել էի, որ ես կասեմ դրա մասին, ուղղակի ժամանակ չեղավ, որ ձեռքի ափի բոլոր գծերի մասին ես ձեզ հետ խոսեմ, ես տիրապետում եմ այդ մասնագիտությանը։ Դրա համար միանգամից արձագանքեցի անգամ իր մեկնաբանության, չնայեցի, որ ես որ ալիքում եմ, ինձ համար միևնույնն է, ուղղակի ուզեցի արձագանքել ես այդ պահը, որովհետև սխալ էր, լավ արել, կանխատեսել է, լավ արել, նայել է, տեսել է, որ ինչ-որ մի բան է եղել եւ ասել է մարդկանց եւ դա կատարվել է ոնց որ թե, չգիտեմ, իր ասելու օրն է կատարվել, թե հետո է կատարվել, դա չեմ կարող հստակ ասել, որովհետև չեմ տիրապետում ոչ մի տեղեկատվության, չգիտեմ երբ է սկսել կոնկրետ եւ երբ է նա իրոք խոսել։ Կարող է ինքը վաղուց է խոսել, ձայնագրություն տեղադրել են այդ օրը, երբ որ պետքա ջրհեղեղ լիներ։ Ոչ ոք չի կարող ոչինչ ասել, եւ նույնն էլ ես։ Ես մի քիչ անհավատ մարդ եմ, այդպես։ Դրա համար ինձ հետ մի փոքր պետքա այդ պահերով շատ զգուշ։ Մի խոսքով, չի երկարացնեմ տեսանյութը ոչ ոքի կյանքի վերաբերյալ։
Ուղղակի ուզում եմ մարդիկ հասկանան, տարբերեն, երբ որ ձեզ ինչ-որ մի բան են ասում, սխալը ճշտից կարողանաք իրականում տարբերել։ Դա պետք է հային, որովհետև ամեն մարդ կարող է իր ուզածը ուղղակի փոխանցել ու վերջ։ Ահա, այսքանը ինչ որ ուզում եի ասել, եւ արդեն ինչպես որ ասեցի, կլինի 1 քարտ բոլորի համար, հա, այսինքն ամեն մեկի համար 1 քարտ եւ այդ քարտը կվելուծեմ ոլորտներ, որոշ ոլորտներ, որը որ հնարավոր կլինի, որովհետև չեմ հասցնի, ճիշտ է, հենց հիմա էլի երկար խոսեցի, բայց չեմ հասցնի ես նաև անել մնացած տեսանյութերը, որ դուք չմնաք առանց տեսանյութի եւ որովհետև ես նստել եմ, ոչ ոչինչ չեմ անելու, կզբաղվեմ ուրիշ գործերով, կգործեմ, իմ սիրած գործով կզբաղվեմ։ Ահա, այսքանը։ Հիմա արդեն կնայենք կանխատեսումը ապրիլի 21-ից մինչև 27-ը ընկած ժամանակահատվածի համար։ Կնայենք իհարկե խոյերին, տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ 1 քարտ չէր, 2 քարտ էր, վաղուց ձեռքս չեմ վերցրել սրանք, կարող է դժվարանամ կրկին խառնել, հազիվ էի սովորել։ Ոյ, թռավ։ Թռավ, սա պետքա ուղղակի թողնել, եթե թռավ։ Հարկավոր չէ։ Ընդհանուր առմամբ սա թագուհին է եւ թագուհին եթե կին է նայում հենց ինքը կլինի թագուհի այս շաբաթվա ընթացքում իր խոսքը առաջ կտանի կորոշի նաեւ ղեկավարել միգուցե տունը ինքը իր ձևերով իհարկե։ Ուրեմն այս շաբաթ հավանականությունը շատ մեծ է որ կկարողանաք նոր հարաբերություններ սկսել ինչ որ մեկի հետ կամ հարաբերությունները լավացնել հնարավոր է շատ աղջիկների հետ շփվեք նաև ավելի շաբաթվա մեջ այդպես ովքեր որ միայնակ են եւ տղա են ապա այս կինը գալիս է ձեր կյանք որպեսզի լցնի ձեր կյանքը ոմանք կարող են ստեղծագործությամբ զբաղվել ստեղծագործական աշխատանքներով զբաղվել նաև շատ հաճելի էմոցիաներ կունենաք շաբաթվա ընթացքում ինչ-որ բաներ կարող են տեղի ունենալ որոնք որ ձեզ հոգեհարազատ կլինեն, հա, հոգով կուրախանաք ինչ-որ հարցի վերաբերյալ, յուրաքանչյուր էստեղ ոլորտ, որովհետև սա այնպիսի մի քարտ է, որ ինքը հստակ ոլորտ, որպես այդպիսին ցույց չի տալիս, ցույց է տալի մի կնոջ, ով որ նստած է ղեկին, այդպես կարելի ասել, եւ դուք կարող եք լինել այդպիսին։ Եթե թեկուզ տղա է նայում, ապա կամ ձեր կինն է լինելու այդպիսին, կամ տնօրենը կարող է մի փոքր իրեն ցույց տալ շաբաթվա ընթացքում, գնաք որևիցե հարցազրույցի եւ այնտեղ կին լինի ձեզ ընդունողը, տնօրենը կին լինի, շատ հարցեր կարող են առաջանալ ձեզ մոտ, որը որ կարող է կին լինել, հարցերի պատասխանները տվողը իհարկե, կամ ինչ որտեղ կգնաք, էլի կին կաշխատի, ինչ որտեղ կգնաք, էլի կին կաշխատի։ Եվ աշխատանքի մեջ սա ցույց է տալիս, որ դուք ինքներդ կարող եք օգնել ինչ-որ մարդկանց կամ որևէ կանայք կարող են ձեզ օգնել կամ դուք ինքներդ ինչ-որ պահերում աջակցություններ ցույց տաք Նաև սա կարող է լինել, եթե ինչ-որ գումար են ձեզ պարտք եւ այլն, ինչ-որ գործեր, գործարքներ կանանց հետ, ինչ-որ բաներ է պատվիրում ձեզանից, ինչ-որ դուք եք դիմում իրենց պատվիրելու համար։ Դա իմաստուն կին է, որը որ այս քարտը փոխանցում է ձեզ այդ իմաստությունը, որ դուք այս շաբաթվա ընթացքում այդպես իմաստուն կլինեք յուրաքանչյուր ոլորտում կկարողանաք անել այնպես, ինչպես որ ճիշտ կաներ իմաստուն մարդը եւ մտքերում այդպես կլինեք եւ օգնության մեջ եւ գումարը ծախսելու եւ առողջության եւ այլն յուրաքանչյուր հարցերում այստեղ ոնց որ մամայություն, հա, այդպես մամայություն կարող եք անել դիմացինին Այսքանն է, ինչ որ հատուկ բաներ չկա ու առողջության հետ կապված ուղղակի ուշադրություն դարձրեք կանացի օրգաններին, տղամարդիկ իրենց տղամարդկային օրգաններին, ինչ որ հատուկ այդպես բաներ չեմ կարող ասել այս քարտով, որովհետև ինքը մի կին է, ով որ նստած է իր դիրքում, ուրիշ ոչինչ։ Ինքը թագուհի է։
Դուք ինքներդ ձեզ կզգաք տան թագուհի, գուցե ձեր ամուսինը ձեզ թագուհու նման վերաբերվի կամ ձեր ընկերը, ում հետ որ շփվում եք, այս շաբաթ ավելի այդպես ուրիշ ձև լինի, ավելի ուշադիր լինի ձեր նկատմամբ։ Մի խոսքով սա ինքնին հենց ասում է, որ շաբաթը լավն է լինելու եւ դուք ավելի հասուն եւ իմաստուն եք լինելու։ Այնպես որ վայելեք ուղղակի այս շաբաթը։ Այսքանը ձեզ համար շաբաթվա կանխատեսումները, հա, օրվա իհարկե, անպայման կլինեն, որոնք որ կլրացնեն սա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ որ մի քարտ ընկավ։ Ես գիտեք, քարտը որ ընկնում է, պետք է նայեմ անպայման, որովհետև դա հենց այնպես չի թռնում։ Ոչինչ հենց այնպես չի թռնում։ Դե սա խոսում է, եթե վերցնենք գումարներից, ապա խոսում է, որ մարդը վախենում է իր գումարներից, վախենում է նաև ծախսել այդ գումարները, միգուցե պահեք ձեր գումարները ձեզ մոտ, վախենակ կորցնել գումարները եւ ընդհանրապես սա հետ գցելու քարտն է, մարդը ժլատ է եւ չի ուզում ծախսել գումար եւ ուղղակի կողք է դնում գումարները, ավելի շատ ոնց որ կողքը դնեք, քան կցանկանաք ծախսել։ Հատկապես գումարներ բացարձակ չեք տա ոչ մեկին, հաշվելու եք ձեր գումարները հատ առ հատ։ Ճիշտ կկառավարեք, ամենակարևորը ձեր գումարները, այնպես չի, որ բոլորը ժլատի նման, վայ չէ, հաց չգնենք, կես հաց գնենք, որովհետև այդպես է պետք, չէ, սա ուղղակի մարդը գիտի ինչպես գումար ծախսի որտեղ եւ ինչպես։ Եվ կարող եք ձգտել ֆինանսական կայուն իրավիճակի, կայունացնեք ձեր ֆինանսները, ամենակարևորը, նույնն էլ ընտանեկան հարաբերությունները, ցանկանաք պահպանել այնինչ ունեք հարաբերություններում, ինչպիսին որ կա, գոնե հենց դա այդպես մնա, ոչինչ չփչանա, ինչ որ ձերն է, կպահեք ձերը, մի տեսակ շատ եք լինելու այս շաբաթ էգոիստ, ինչ որ ձերնա վերջ կպահեք միմիայն ձեզ մոտ։ Այս այն մարդն է, որ ուզում է իրանով անել ամեն ինչ, հատկապես եթե տղաներ են նայում եւ եթե ինչ-որ մեկին հավանեք, այս շաբաթ այդպես ոնց որ միանգամից սա իմն է, այս աղջիկն իմն է, վերջը, ոչ ոք չկպնի, ոչ ոք չնայի։ Ամենայն դեպս կցանկանաք պահպանել այն ինչ որ ունեք, ինչպեսին որ կա, եւ կփորձեք փախչել այդ փոփոխություններից։ Յուրաքանչյուր փոփոխություն չեք ընդունի այս շաբաթ ձեր կյանք։ Միմիայն դեպի այն ինչ որ կա։ Եթե հարաբերությունների մեջ եք այս շաբաթ ինչ որ բաներ հատուկ չեն փոխվի ձեր կյանքում։ Բացարձակապես։ Նույնն էլ վախ կարող է լինել մարդու մոտ, վախ, կորուստի վախ, սա կորուստի գումարների վախ, աշխատանքի վախ, հարաբերությունների վախ, հա նման որևիցե ինչ որ մի բան կա, որ ձեր մտքում, ձեր ներսում կարող է լինել։ Կամ կայունությունը, անգամ հարաբերությունների կայունությունը փչանալու հետ կապված։ Եվ առողջության վերաբերյալ սա նույնպես կարող է վախ լինել, որովհետեւ վարակվելուց, որովհետեւ ինչ որ մի բան է, ընդհանրապես երբ որ մարդը վախ ունի, ապա ավելի շուտ է վարակվում յուրաքանչյուր հիվանդություն, քան իրականում եթե ինքը շատ թեթև է։ Եվ այն ինչ որ կա, ինչպիսին որ կա ձեր առողջության հետ կապված, այդպես էլ այս շաբաթվա ընթացքում կլինի, որովհետեւ ինչ որ մեծ գլոբալ, որովհետեւ ինչ որ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Եվ ոմանք նաև կարող են ժառանգություն ստանալ կամ ֆինանսական դիրքի ամրապնդում, սա նաև կարող է լինել, ամրապնդեք այնինչ որ դուք ունեք, կարող է համեստ եկամուտ եք ստանում այս շաբաթվա ընթացքում, բայց դուք կարողանում եք ճիշտ կառավարել, իհարկե։ Եվ ձեր ազնվությունը կարող է ձեզ ինչ որտեղ նաև խանգարել, ինչ որ չափով։ Եվ պետք չի ագահ լինել այս շաբաթվա ընթացքում, ոնց որ թեկուզ գումար վաստակելու մեջ, սա, այստեղից գումար աշխատամ, այստեղից, այնտեղից, պետք չի ուղղակի ագահ լինել այս շաբաթվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար։
Եվ բավականին այս քարտը նաև ցույց է տալիս, որ հոգնածություն կա, պետք է ուղղակի հանգստանաք, որպեսզի առողջությանը չվնասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 21-ից 27-ը։ Նայեք, ինչ որ ծանր բեռ է սա։ Ծանրություն է, որը որ դուք վերցրել եք ձեր ձեռքը միայնակ եւ տանում եք։ Հնարավոր է ինչ որ մի բան է, որը որ շատ ծանրաբեռնվածություն է շաբաթվա մեջ։ Եվ գիտեք ընդհանրապես սա 10-րդ քարտն է։ Սա ընդհանրապես նշանակում է, որ մարդը իր վրա վստահ է, որ ինքը կարող է շատ բան անել եւ իր նպատակներին հասնելու համար ինքը այդքան ամեն ինչը վերցնում է իր վրա եւ գնում առաջ։ Դուք այս շաբաթ ինչքան էլ որ ծանր լինի, ինչ որ մի վիճակ, միևնույնն է, դուք այդ բեռը կվերցնեք եւ կգնաք, որպեսզի ձեր նպատակներին հասնեք, համառ կլինեք։ Եթե ինչ որ միտեղ թուլանաք, ուրեմն այս քարտը ձեզ համար չէ։ Պետք է միմիայն առաջ գնալ, միմիայն նայել առաջ, այս քարտով իհարկե։ Հարաբերությունների մոտ նույնպես կարող է միայն դուք եք ամեն ինչը ձեր ուսերին է, դուք պետք է զանգահարեք, եթե նոր եք ծանոթացել, դուք պետք է խոսեք, դուք ամեն ինչը միայն դուք։ Եվ ձեր վրա շատ մեծ պատասխանատվություն եք վերցրել, միգուցե այս շաբաթ ամուսնանում եք, գուցե այդպես ինչ-որ մի բան կա եւ շատ ծանրաբեռնված եք։ Բեռը վերցել եք, հա, ձեր ուսերին այդ ամուսնական բեռը իհարկե։ Դե իհարկե շատ հաճելի բեռ է դա, բայց ամենայն դեպս։ Իսկ գումարի հետ կապված միգուցե ծանր աշխատանք է, որը որ կանեք այս շաբաթ գումար վաստակելու համար։ Նույնն էլ աշխատանքի մեջ կամ շատ է լինելու աշխատանքը, որ պետք է ոնց որ գլուխով խորանաք այդ աշխատանքի մեջ անեք, կամ շատ հենց խիստ պատասխանատու գործեր են տալու ձեզ, որ դուք իրոք պետք է կարողանաք պատվով դուրս գաք։ Եվ դուք պետք է հաշվարկ անեք ձեր հնարավորությունները, կարողանաք արդյոք դա անել, թե ոչ շաբաթվա ընթացքում։ Կարող է ինչ որ մի բան են ձեզ պատվիրում օրինակ, եւ դուք առանց հաշվարկի հա կանեմ, բայց այնտեղ դեռ մի քանի պատվեր էլ կա եւ վստահ պետք է լինեք, որ կարողանաք հասցնել նաեւ այս մյուս պատվերը։ Ի վերջո եմ որ ասում եմ գիշեր ցերեկը չանեք, որպեսզի կարողանաք հասցնեք տակ այդ մարդուն։ Այնքի շատ բեռ է, շատ բան է, որ վերցնում է մարդը, ավելորդ բաներ են, որոնք վերցնում է մարդը իր ուսերին այս շաբաթ։ Կարող է նաև ձեր գործընկերների բեռը աշխատանքի վերցնեք էլի ձեր։ Հա դու ես կանեմ, եթե դժվարանում ես, դու ուզում ես ես անեմ, ես քեզ կօգնեմ, այդպես։ Իսկ ֆինանսական առումով հնարավոր են լարվածություն կա, հնարավոր է խնդիրներ կան, որոնք որ ձեզ անհանգստացնում են գումարի հետ կապված։ Այդ կարող է բնակարանի հետ է նաև կապված ոմանց մոտ խնդիրները։ Սա ինչ որ անորոշ ժամանակ է, որը որ ձեզ տանջում է, որ չգիտեք, հա, ինչպես ավելի շատ գումար վաստակել կամ ինչպես կարգավորել տան հարցերը եւ այլն։ Առողջության վերաբերյալ հնարավոր է, որ ուշադրություն չեք դարձրել նախկին հիվանդություններին եւ հիմա մի փոքր կարող են գլուխ բարձրացնել իրանք։ Միայն դա է այստեղ։ Քնի պակաս, եթե հատկապես այստեղ ծանրաբեռնել եք ձեզ քնի պակաս, այդպես գերհոգնածություն, գրգռվածություն, կամ շատ եք մարզվելու այս շաբաթ, որը որ ձեզ կբերի դրան, կամ աշխատանքն է, որ կամ մարդու դժվարությունները մի փոքրել, որոնք որ արհեստական հոգնածություն կբերեն ձեզ, հա, այդ անքնություն։ Այսքանը սա հենց զգուշացում է ձեզ, որ ուղղակի վերցրեք այնքան, ինչքան որ ձեր ուսերը կտանեն։ Մի ծանրաբեռնեք ձեզ այս շաբաթվա ընթացքում։
յուրաքանչյուր ոլորտին է սա վերաբերվում, հա։ Մեկ քարտ եմ հանել, մեկ քարտը բնականաբար բոլոր ոլորտներում նմանատիպ խորհուրդ է ձեզ տալու։ Այնպես որ միակ խորհուրդն է սա, որ պետք է փորձել չծանրաբեռնել իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 21-ից 27-ը։ Թրերն են, որոնք որ մարդու աչքերը փակ են եւ մարդը ոչինչ չի տեսնում։ Գուցե այս շաբաթ ոչինչ կամ չտեսնելու տակ, կամ իրոք փորձեն ձեզ խաբել, իրոք կամ փորձեք պաշտպանվել երկու թրով, կարող եք անհանգիստ լինել, որտեղ որ պաշտպանություն է ձեզ պետք եւ այդպես դուք ինքներդ ձեզ փակում եք պաշտպանվելու համար, ինչ որ մարդկանցից, ինչ որ վտանգից, ինչ որ պահից, կամ ես չեմ տեսնում, ես չեմ ուզում տեսնել այդ խնդիրները, ես չեմ ուզում զգալ այդ խնդիրները, հա, դուք այդպես պաշտպանում եք ձեզ, որ ուղղակի, հա, անջատվեք, կարելի այդպես ասել, այդ պահին։ Նաև սա ուշադրություն ամենայն դեպս դարձրեք ձեր առողջությանը անպայման, հարաբերություններում նույնը կարող եմ ասել, սա մեկը մյուսին զիջումներ կարող է գնալ, սա է վատ քարտ չի հարաբերությունների համար, նաև եթե ձեզ ստիպում են ինչ-որ մեկի հետ շփվել, ապա դուք եւս ոնց որ փակվում եք եւ չեք ուզում տվալ մարդու հետ ուղղակի շփվել։ Կարող է ձեր այն դարը չի, բայց ամենայն դեպս կարող է նաեւ արգելում են ձեզ շփվել։ Այստեղ նաեւ ամեն մեկը կարող է իր նպատակներն ունենա հարաբերությունների մեջ եւ ամեն մեկը ձերը պնդեք միայն, որն էլ կարող է մշտական վեճի պատճառ դառնալ, հետո գնաք, փակվեք ձեր մեջ, նորից հետո էլի նորից գաք, շփվեք։ Միակ խորհուրդը, որ մի փակվեք այս շաբաթ ձեր մեջ, եթե ինչ-որ մի բան ունեք ասելու, ասեք, եւ լուծեք։ Դա կլինի աշխատանքի վայրում, դա կլինի ընտանիքում, պետք է տարաձայնություններին նայել ճիշտ աչքերով եւ փորձել դրանք լուծել, ոչ թե փախչել դրանցից։ Ինչ էլ որ լինեն։ Եթե ինչ-որ տեղեկություն կստանաք աշխատանքի վերաբերյալ կամ աշխատակիցներից, ապա դա հավանականությունը շատ մեծ է, որ սուտ է։ Եվ կարող եմ ձեզ այս շաբաթ ուղղակի չգնահատել եւ դուք դրա համար նեղվեք։ Ոչինչ, դուք արեք այս շաբաթ չէ, հաջորդ շաբաթ ձեզ կնկատեն։ Պետք չի միանգամից լարվել եւ այլն։ Ուշադիր եղեք նաեւ գումարների հետ կապված, փաստաթղթեր ստորագրելուց, որպեսզի խաբեություններ չլինեն։ Էլի ոնց որ կարող եք չկարդալ եւ ստորագրել։ Փախչել այդ երկար բարակ 5-10 րոպե կարդալուց, չհասկանաք ինչա գրված, ստորագրեք եւ վերջ հետո ընկնեք կրակը։ Դրա համար այստեղ շատ ուշադիր եղեք ինչ եք ստորագրելու, ինչ եք անելու ընդհանրապես։ Նա պարզ աչքերով նայեք ամեն ինչին։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր տեսողությանը, շնչառական համակարգին, սրտի հետ կապված հարցերին իհարկե։ Եվ երբ որ մարդը ոչինչ չի ուզում տեսնել, էներգիան էլ է նվազում։ Այստեղ ովքեր որ շուն ունեն, ապա զբաղվեք մի փոքր շնով եւ կկարողանաք ձեր էներգիան կարգավորել։ Եվ նվազող լուսինը բնականաբար մարդը էներգիա էլ չի ունենում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 21-ից 27-ը։ Բավականին լավ քարտ է, մարդը ձեռքը պարզած, նայեք, ամենա որ ասում է գնում է առաջ։ Սա թուր չի, սա հաղթանակն է, որ մարդը գնում է դեպի հաղթանակ։
Չնայած սա նաև կռվարարի քարտն է ինչ որ չափով, բայց սա հաղթանակի քարտն է, որ մարդը ինչ որ չափով ինչ որ բանում հաղթանակած է դուրս գալիս, ինչ որ բանում հաջողություն կունենաք։ Եթե ինչ որ սպորտ է, քննությունն է, ապա այդտեղ եւս հաղթանակներ կունենաք, ձեր օգտին կլինի, ինչ որ բաներ գնահատականը ձեզ կոգեշնչի էլի նույնիսկ շարունակել աշխատել։ Եվ մարդը պետք է հենց այդպես հաստատակամ լինի ինչ որ գործեր անելու համար, առաջ տանի իր գործերը։ Սա նաև հարաբերություններում նաև որ մարդը հաստատակամ է եւ որպեսի փրկի իրենց սերը, փրկի իրենց հարաբերությունները։ Եթե, հա, այդպես ինչ որ խնդիր կա հարաբերություններում, բայց պետք չի հարաբերություններում լինել մարտական։ Դուք այսպես կկորցնեք ձեր երկրորդ կեսին, որովհետև դուք մշտապես կլինեք առաջին դերում եւ ձեր երկրորդ կեսը արդեն ինքը թույլ կզգա իրեն։ Նաև այստեղ ոմանց մոտ հնարավոր է ամուսնություն, ոմանց մոտ այստեղ կարող է ամուսնությունը նաև լինել առանց ինչ որ զգացմունքների, առանց խաղաղ կյանքի իհարկե, հոգևոր այդ կապը չկա ուղղակի միգուցե ամուսնանում եք, որովհետև ասում են մեծացել է արդեն, ինչ որ մեկը պետք է ունենա, դուք էլ որոշել եք, որ հա, վերջ, պետք է մեկը լինի, որպեսզի չասեն տունը մնաց եւ այլն։ Ինքը մի տեսակ երկակի նշանակություն ունի այս քարտը։ Եվ պետք չէ եսասեր լինել այս շաբաթվա ընթացքում միայն ձեր մասին մտածեք, որ դուք գնաք առաջ, միայն, հա, դե լավ է դա, բայց պետք չի շատ լինել, հա։ Դե ինչ որ աշխատանքի մեջ ինչ որ մի բանը կարող է դուք անեք, առաջինը հենց դուք անեք, վերջացնեք, լավ անեք, այդպես։ Կարող են տարբեր այստեղ կան, ոնց որ պահեր կան, որոնք որ ձեզ կարող են խնդրի մեջ գցել, բայց դուք կկարողանաք բոլորին դիմակայել եւ հաղթահար։ Յուրաքանչյուր աշխատանքում, յուրաքանչյուր խնդրի հետ կապված, կարող է բարդ աշխատանք են ձեզ տալիս եւ այլն, դա մարդը իր խորամանկությամբ առաջ կշարժվի այս շաբաթ։ Գնաք առաջ, այդպես, եւ կհաղթահարեք ամեն ինչ։ Գումարի հետ կապված սա մեծ շահույթ է, օգուտ է ձեզ։ Ոմանք կարող են առևտրով զբաղվել։ Նմանատիպ ոչ է մի բաներ, էլի ոնց որ դուք ձեր դիրքում եք։ Այստեղ մարդը, չգիտեմ, տեսնում եք թե չէ, ինքը իր վերցրած իր փայտը վրան նախշ եւ ինքը հաղթած է դուրս գալիս։ Բայց սա հենց է մարդն է, հա, որ ես եմ, որ կամ բոլորդ վատն եք, հա, նաև դա էլ կա, որ պետք չի այս շաբաթ այդպեսին լինել, որ ես եմ, որ կամ, հա, դա այդպես պետք չի։ Եվ ուշադրություն դարձեք առողջությունն է այստեղ։ Հնարավոր է ինչ որ ժամանակավոր ուղղակի կարող գրիպ է եւ այլն ուշադրություն դարձեք ստրեսային իրավիճակին, չնայած քարտը շրջված չէր, նման բաներ բացառվում է, սա ոնց որ ապակինում են անգամ նշանակում, երբ որ ուղիղ դիրքում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Դժվար է, ինչ որ մեկը որ կասի չես կարողանում խառնել, ուզում եմ որ վերցնեք մեկ անգամ այս քարտերը ձեր ձեռքը։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 21-ից 27-ը։ Ընդհանրապես այս քարտն էր ուզում դուրս գալ։ Ավելի լավ քարտ է, ինձ թվում է, քան սա։ Երկուսն էլ կարելի ասել հիանալի քարտեր են։ Բայց նա էր ուզում դուրս գալ, ձեռքս եւի բանախով ընկավ։ Սա էր ուզում դուրս գալ, արևն էլ ինչ կարող եմ ասել, արևոր, միայն արև։ Միայն ուրախ պահեր ձեր կյանքում, յուրաքանչյուր ոլորտում։ Ես չեմ կարող արևով շատ բան ասել։ Ինքնին արդեն քարտը պետքա ձեզ համար պարզ լինի, որ յուրաքանչյուր տեղ հաջողություն, ինչ որ ուզենաք անել կյանքում բոլոր ոլորտներում հաղթանակ միայն։ Բոլոր, գումար եք ուզում, գումարը կգա, աշխատանք եք ուզում, միգուցե շատ արագ կարողանաք այն գտնել, ձեր գաղափարները առաջ կտանեք, բիզնես կարող եք բացել, կարող եք
աշխատանքի վայրում հեղինակություն ձեռք բերել, մարդիկ ձեզ սկսեն ավելի այդպես, հա, ոնց որ երևակ բոլորի մեջ, հա, արևի նման մեջտեղում լինեք, բոլոր անգամ ձեզ հարցնեն, եթե ինչ-որ հարցեր կունենան, կամ նաև թիմային աշխատանք կարող եք անել միասին եւ դուք լինեք կենտրոնում, ձեզանից սկսեն հարցնել։ Սա կարող ենք անել, նա այնպես, սա ոնց անենք, նա ոնց անենք։ Ովքեր որ գյուղատնտեսություն առատ բերք, չնայած որ գիտեմ որ ձյուն է եկել, համենայն դեպս առատ բերք կարող եք կունենաք, ոչ թե կարող եք ունենալ ֆինանսական վիճակի բարելավում այս շաբաթվա ընթացքում գործարքներ, այնտեղ բանակցություններ հիանալի կանցնեն, նաև կարող է գումար գալ, ժառանգություն գալ ոմանց։ Իսկ այստեղ բնականաբար խնդիրներ բացարձակ գոյություն չունեն։ Միայն լավ առողջություն այստեղ, ուրիշ ոչինչ։ Լավ տրամադրություն, լավ առողջություն։ Վախենալով էի բացում, ճիշտն ասած, այդ քարտը։ Այսքանը ձեզ համար։ Փայլեք արևի նման, ինչ կարող եք անել։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 21-ից 27-ը։ Այսել էստեղ կշարքներին զույգեր են գալիս ձեր կյանք։ Սա ինչ է, սիրո քարտը։ Դե սիրո քարտը չի ինքը համարվում ընդհանուր առմամբ, բայց ինքը քարտը արդեն իսկ հուշում է, որ սիրո քարտ է սա։ Սա նշանակում է ուրախություն, ընտանիք։ Սա նշանակում է ընտանիքում ինչ-որ մի բան տեղի կունենա, որը որ ձեզ կուրախացնի, ոմանք կարող են հղիանալ, երեխաներ ունենալ, բացասական բաները բացակայում են ձեր կյանքից, միայն ուրախություն ու ուրախություն այս շաբաթ, ինչ-որ առիթներ կարող են լինել, ոմանք այդպես ծանոթանան, գնան ժամադրության նվերներ ստանան, առաջին սեր դա կարող է լինել, կամ ընտանիքում նոր այդպես սեր արթնանա բոլորը, մեկը մյուսի հանդեպ մի տեսակ հույսը կորցրել եք եւ հիմա, որովհետեւ ձեզ մոտ ոնց որ շատ են գնում բացասական այս վերջերս անձնական կյանքում եւ հիմա ոնց որ այդ ամեն ինչը թարմանում է ձեզ մոտ, ոմանք կարող են գնալ հարցազրույցի, ինչպես որ տեսնում եք նստած իր այդ խոսում են գործարքներ, նոր աշխատանք, նոր հաճախորդ, նոր պատվերներ, գումարի հետ կապված կարող են ձեր հին պարտքերը վճարել ձեզ, ինչ որ մեկն է, ում հետ որ դուք այդ օրը այս շաբաթվա ընթացքում կհանդիպեք, կխոսեք դեմ առ դեմ, պարտադիր չի զույգեր լինեն, ինչ որ մարդ է, ում որ դուք կարող եք հանդիպել եւ մեկը գործարք կնքի, մեկը գնա ինչ որ հստակ հանդիպի, ինչ որ ուրիշ բան անի, եւ այլն։ Յուրաքանչյուրը իր գործեր ունի եւ շաբաթվա ընթացքում շատ կլինեն նման հանդիպումներ, տարբեր ոլորտներում։ Եվ իհարկե նոր սեր, դա էլ մեկ այլ ոլորտ է իհարկե։ Սա փոքր եկամուտ է, բայց կգա եկամուտ այս շաբաթվա ընթացքում։ Մի անհանգստացեք իհարկե եւ առողջության հետ կապված այստեղ ոմանց մոտ կարող են հիշել իրենց մանկությունը, ոմանք կարող են տեսնել իրենց արդեն զգան, որ տարիքով են, ինչպես որ այնտեղ մեկ այլ քարտ ունենք, մենք Լինարմանում այդտեղ երևում է նույնը։ Այստեղ պետք չի, եթե ուզում եք բիզնեսով զբաղվել, ապա այստեղ հենց այս քարտը դա է ասում, որ մի սահմանափակվեք, եթե դուք մեծ եք եւ եթե դուք երիտասարդ եք։ Բացարձակապես կապ չունի, թե դուք երբեք սկսում որևէ բիզնես։ Երբեք ուշ չէ ինչ որ մի բան սկսելու համար։ Երբեք։ Մենք ունենք 80 տարեկան կին, ով որ շատ մեծ բիզնեսով է զբաղվում Հայաստանում։ Այնպես որ պետք չի հետևել, ես տարիքում եմ, վայ չի կարելի, վայ դեռ երիտասարդ եմ, դեռ ինչ պետք հասկանամ։ 22 տարեկան աղջիկ գիտեմ, ով որ ունի 4 հատ ծաղիկի խանութ։ 4 հատ 22 տարեկան հասակում։ Այնպես որ ոչ մի բանի համար ուշ չէ։ Սկսեք կամ շուտ չէ, սկսեք այն ինչ որ ուզում եք։ Եվ ինչ որ պահեր կարող են լինել, անգամ սեղանի շուրջ նստեք եւ ուրախանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճներին, տեսնենք կարիճները։
մի քարտ է մտքիս գալիս, ինձ հետաքրքիր դուրս կգա թե չէ։ Ինչ է սպասվում կարիչներին ապրիլի 21-ից 27-ը։ Չէ, սա չէր։ Իմը մտածածը, բայց սա գիտեք ինչի քարտն է։ Մարդը պարկած է եւ վրան թրեր են, հա, այդպես։ Սա ընդհանրապես նշանակում է մարդու տանջանք, բայց նաև նշանակում է, որ արդեն ցավն անցել է։ Եթե ինչ-որ մի բան էր ձեզ տանջում, ապա հիմա այս շաբաթ արդեն այդ ցավը կբթանա եւ նա ձեզ չի տանջի։ Մարդը արդեն ապրել է դա, այդ ցավը ապրել եւ արդեն հիմա հանգիստ վիճակում է, եթե տեսնում ենք։ Յուրաքանչյուր ոլորտ, որը որ ձեզ ցավ էր տալիս, այս շաբաթ ցավը կդմանա եւ դուք ավելի ուրիշ ձև կնայեք դրան։ Կկարողանաք արդեն այդ հարցին լուծում տալ, ոչ թե էլի նորից խնդիրներ փնտրել կամ եւ այլն։ Սա ընդմիջում է նաեւ, գուցե հարաբերություններում ընդմիջում է պետք, որպեսզի խնդիրները լավանան, խնդիրները անցնի, խնդիրներ էլ չլինեն։ Սա նաև ինչ-որ մեկի մոտ կորստի ցավն է, որ այս շաբաթ ավելի հանգիստ կլինեք։ Այդ կողը ինչ-որ մեկը բաժանվել է, ինչ-որ մեկը ընկերոջն է կորցրել, ընկերուհուն, մի խոսքով ինչ-որ բայ հեռացել է իրարից, եւ հիմա այդ ցավը այլ չեք զգա այս շաբաթ։ Ավելի հանգիստ կլինեք, քան եթե նախորդ շաբաթ էր դա։ Աշխատանքի հետ կապված այստեղ Եվ ամեն ինչ ամենայն դեպս կարողացել եք անել եւ այս շաբաթ գուցե արդեն հանգիստ եք կարող եք ծախսել նաեւ ձեր ողջ ուժը, էներգիան եւ այդպես շաբաթվա վերջ լղկած ընկնեք կամ շատ եք աշխատելու կամ պետք է որ աշխատեք որովհետեւ մարդը իրան տանջում է այստեղ, հա, եւ պետք է որ աշխատեք, բայց շաբաթվա վերջը այդպես է լինելու ուղղակի ուժասպառ եք լինելու առանց որևէ ուժի։ Պետք է հանգիստ ուղղակի։ Այս շաբաթը ամեն ինչում վերցրեք դադար, եթե հնարավոր է իհարկե։ Հարաբերություններում եթե խնդիրներ կան, վերցրեք դադար։ Ամենաճիշտ բանն է դա լուծելու համար խնդիրները, բայց մի բաժանվեք, մի գնացեք, հա, եթե ամուսնացած եք, մի գնացեք։ Եթե հա շատ մեծ գլոբալ է խնդիրը, ապա հա, մի 2 օր դադարը ընդհանուր, շատ լավ կլինի։ Բայց եթե գիտեք, որ դադարից հետո վերադառնալու եք որպես ուրիշ մարդ։ Եթե չէ, անիմաստ է դա, դադարը բացարձակապես անիմաստ է։ Գումարի հետ կապված այստեղ չեմ կարող ասել, որ նորմալ է այստեղ, խնդիր կա կարծես թե գումարի հետ կապված, միգուցե պարտքեր ունեք, միգուցե դժվարություններ ունեք, պարտավորություններ ունեք, որոնք որ ստիպված եք այդպես ձեզ տանջել, ցավեցնում է ինչ-որ մի բան, որ չեք կարողանում հասցնեք, կարող է տան համար ինչ-որ բաներ անել։ Ոմանք կարող են նաև տեղափոխություն ունենալ, գնալ մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, փոփոխություն, հա, փոփոխություն ձեր կյանքում կամ ոմանք կարող են ուղղակի կապիտալ վերանորոգում անել իրենց բնակարանը, իրենց այնտեղ որտեղ աշխատում եք կամ բնակարանը։ Սա օրինակ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք ջերմությանը, իհարկե բարձր ջերմությանը, բորբոքումներին, հոգեբանական այդ հուզական վիճակին, դեպրեսիվ վիճակին, ճնշմանը, արյան, դրա համար պետք է ուղղակի լիակատար այդպես պարկեք եւ հանգստանաք։ Առանց որևէ խնդիրների, միևնույնն է այս շաբաթ այդ խնդիրները այդքան չկսկա։ Եթե կա։ Խնդիրները իրանք կլինեն էլի, եթե կան։ Հա, շաբաթ փոփոխություն չկա, որտեղ ինքը լավը չի, բայց այդ խնդիրների մասին արդեն այն չափ չեք մտածի, ինչքան որ նախորդ շաբաթ էր։ Կամ մեկ օր առաջ, 2 օր առաջ։ Մեծ համենայն դեպս խնդիրները պահպանվում են։ Եվ եթե դուք շատ անջատվեք, շատ ոնց որ մարդը հանգստանա, ապա դուք ոչինչի չեք հասնի։ Դուք պետք է ուղղակի կարողանաք այս ցավին դիմակայել, մի փոքր դադար տալ ձեզ եւ նոր ուժով որևիցե մի բան սկսել։ Եթե չէ, ապա այս ցավը ձեզ կարող է տապալել այսպես։
Դե հա, եթե բնականաբար կարող եք այնպես անել, որ այդպես ցավով անգամ ինչ-որ մի տեղի ցավով գնաք աշխատելու։ Ես օրինակ որ գնում էի ստաժի, մի կին իր ոտերը, որ ես որ նյարդային անում էի, որ ոտքերի վրա է կանգնած, մի կին իր ոտքերով հազիվ ոնց որ ասում են տոտիկ գալիս էր օրորվելով ոտքերը այսքան ուռած ու ցավոտ, բայց ինքը գալիս էր ոտի վրա կանգնում եւ աշխատում էր։ Ինքը ինձ ստիմուլ էր տալիս, որ ինքը այդ տարիքում այդ ցավի մեջ գալիս էր աշխատանքի, իսկ ես ինձ ավելի երիտասարդ ոտքի վրա այդքան կանգնելով նյարդայնանում էի, ոտքերս ուռում, ցավում էին, բայց այդ կնոջը նայելով այդպես ուժեղանում էի։ Հիմա սա է, հա, պետք է ուղակի կարողանաք, այս շաբաթ իրոք պետք է հենց այդպեսի ինչ-որ ցավով, ինչ-որ մի տեղի ցավով գնաք աշխատանքի, որ պետք է հաղթահարեք դա, որ կարողանաք ոչ թե լղճորվեք ընկնեք, ճիշտ է, շաբաթվա վերջ արդեն ցանկանաք հանգստանալ, բայց սա ինչ-որ մի բան է, ցավ է սա։ Ուղղակի անցավ արդեն ցավը, հա, անցավ։ Այլևս դրա կարիքը չկա նորից վերհիշելու, նորից մտածելու, եթե ինչ-որ մի բան է ձեր կյանքում տեղի ունեցել։ Կամ այս շաբաթվա մեջ ինչ-որ մի օր կա, որը ցավն է ձեզ հիշեցնում։ Այսքան է ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 21-ից 27-ը։ Աղեղնավորները բացարձակապես հոգնել են։ Հոգնել են ամեն ինչից, հա, սա անորոշության քարտն է եւ իհարկե հոգնածության, որ մարդը չգիտի ինչ անի, ինչպես անի, կանգնել եւ մտորում է, ինչ անի, ինչպես անի։ 4 բոլորը վերցրել շպրտել է իր եղածածները եւ չգիտի ինչ անի։ Այստեղ եթե մարդը կորցել է ինչ-որ մի բան, որ իր համար կարևոր է եւ հիմա ինքը փոքր ծանր շրջանում է։ Ամեն մարդ ինչ-որ մի բան է այստեղ կարող է կորցրել այս շաբաթվա ընթացքում։ Կորցրել է հույսը, բայց այստեղ կա եւս երկու հատ։ Դա նշանակում է, որ եթե դուք ձեր հույսի 70%-ը կորցրել եք, այստեղ 30%-ը դեռ կա։ Այնպես որ օգտվեք այդ 30%-ից։ Դա ձեզ նոր հույս պետք է տա յուրաքանչյուր ոլորտում, ոչ թե այդպես վերցնեք 4 կողմը շպրտեք, ասեք, չէ, ինձ էլ ոչ մի բան պետք չի այս կյանքում։ Կա երկու լիքը բաժակներ կան, որոնք որ ձեզ կօգնեն այս շաբաթ, որից մի բան անելու համար։ Օգտվեք դրանից, մի նեղվեք, մի հուսահատվեք ինչ-որ մի բանից։ Եթե ընտանիքում վեճը, կռիվը եւ այլն, դուք ունեք հնարավորություն, այս երկու բաժակը տալիս է ձեզ այդ հնարավորությունը, որ դուք ուղեք ամեն ինչ։ Ոչ թե ձերքերը լվանակ, քաշվեք մի կողմ կամ ինչ-որ մի բան։ Մի խոսքով յուրաքանչյուր ոլորտում այստեղ պետք է կարողանաք օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից, պետք չի փախչել իրականությունից։ Պետք է լինել վճռական եւ գնալ առաջ, առանց որևէ ստրեսի։ Ինչ էլ որ եղածած լինի ձեր կյանքում։ Ինչ էլ որ լինի։ Ինչքան էլ որ անհաջողությունը, ինչքան էլ որ մի բանը պետք է թեկուզ դες ինչ-որ բան է խոստացել, սուտ է, կորուստներ կարող եք ունեցած լինել, ձախողումներ եւ այլն, սա ասում է ունեք այդ հնարավորությունը, դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ կա ինչ-որ մի տեղ մի հույս, դուրաբաց, որը դուք չեք տեսնում, որտեղ ձեր հետևում է սա։ Պետք է ընդհանրապես պատտվել եւ տեսնել այդ հնարավորությունը եւ կկարողանաք ամեն ինչ շտկել ձեր կյանքում։ Մի նեղվեք եւ մնացեք մեկ տեղում, հա, հնարավորությունից օգտվեք։ Գումարներ բավականին շատ կարող եք ծախսել եւ հետո կամ նստեք այդպես փոշմանեք, որ այդքան գումար ծախսեցիք, որ քիչ մնաց հետևում, կարող եք նաեւ ամբողջ խնայողությունները ծախսել եւ չզգալ թե ինչպես ծախսեցիք դրա համար, ոչ բոլոր գումարները, վերցրեք ձեր հետ, որովհետեւ շատ կարող եք ծախսել։ Կարող եք այս շաբաթ ուղղակի կոտրված լինել։ Հոգնած եք նաեւ ինչ որ մի ձևով, հանգստացեք։
Նաև դեպրեսիվ վիճակ սա կարող է լինել առողջության հետ կապված, նյարդային որոշ խանգարումներ, գեր ծանրաբեռնվածություն, նաև կարող է ինչ-որ միտեղ է ցավում։ Ոմանք այստեղ կարող է հղիություն է կամ ովքեր որ հղեն համենայն դեպս թող շատ ուշադիր լինեն, ովքեր որ կգնան այս շաբաթային քայլին, որ կհանեն իրենց երեխային, հետո այստեղ արդեն հնարավոր է անպտղություն լինի։ Ես ուղղակի զգուշացնում եմ դա։ Որովհետև հնարավորությունները այդ պարագայում թողացիք ձեր հետևում։ Չպտտվեցիք, տեսնեք։ Ինչ կարող է տալ այդ երեխան, երբ որ ծնվի։ Որովհետև ամեն երեխա ծնվում է ղսմատ իր հետ։ Իհարկե ոչ բոլորն են այս կարգավիճակում, որտեղ տարիքային տարբերություն կա այստեղ։ Եվ գումարներ եթե գա, պետք է հասկանաք, որ ինչ-որ մի բանը ժամանակավոր է ձեզ մոտ։ Ժամանակավոր է եւ անմիջապես ամբողջը մի ծախսեք։ Պետք չի։ Միգուցե այնպիսի աշխատանք եք անում, որ մեկ ինչ-որ մի բան եք վաճառում կամ սարքում, բայց հետո չգիտեք հաջորդ պատվերը երբ կլինի։ Դրա համար պետք է այս շաբաթը ամենայն դեպս այդպես ապրել, սահմանափակվել ինչ-որ ձևով։ Եվ եթե արդեն զգում եք, որ ամեն ինչ կորած է, ոչինչ չի ստացվում, եւ նույնն է, այստեղ այդ հնարավորությունը կա։ Ձեզանից է։ Պտտվեք, տեսեք հնարավորությունը եւ օգտագործեք դա իշահ ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 21-ից 27-ը։ Սա ինչ-որ նոր գործ է, նոր ինչ-որ մի բան է, նոր սկսվող որևիցե մի բան է։ Ոմանց մոտ նոր կյանք, ոմանց մոտ նոր բիզնես, նոր փոքր որևիցե գործունեություն։ Նաև սա հարաբերություններում մեկը կարող է լինել ավելի երեխական, իրան երեխու նման պահի, ոչ լուրջ, չիմանաք հարաբերությունները ինչ անեք, պետք է շարունակել թե ոչ, որովհետև երեխական է իրան պահում, չի դրսևորում որպես կամ տղամարդ կամ կին, չես կարողանում քննարկել հետը լուրջ որևիցե մի բաներ։ Նաև սա նոր հարաբերությունների սկիզբ է, նոր ինչ-որ թեթև, նոր սկսվող հարաբերություններ են, ովքեր որ հարաբերությունների մեջ են, շփոթ ուղղակի կնկատեք, որ դիմացինը ուղղակի պատասխանատվությունից փախչում է, այդ չի ուզում, թողնում է ամբողջը ձեզ վրա, որովհետև ոնց որ ինքը ոչինչ չի ուզում անել, այ երեխա է, չի ուզում, ոչ մի բան չի ուզում։ Նույնն էլ գործը, ոմանք կարող են նոր գործի անցնել, առաջին աշխատանքը կարող է լինել, այս շաբաթ գնաք աշխատելու, իհարկե կարող եք բիզնես բացել, նոր որիցե փոքր բան է այստեղ, այնպես որ կարող եք հանգիստ սկսել, չնայած Լեալուսինը նորալուսինը, չգիտեմ երբ է լինում, Լեալուսինը 13-ին 14-իներ, դե հա, այստեղ հնարավոր է 1-2 օրից կարող եք նոր սկսել, հիմա չէ, մեր վերևում երեխա եմ բերել շպրտել, կարելի այդպես ասել, առավոտյան ժամը 7-ից այս երեխան այս վիճակն է, չգիտեմ լսվում է թե չէ, բայց ոնց որ այս տան մեջ վազեն, ոչինչ այսօր կգնամ կհանգստանամ։ Ամենայն դեպս բավականին ոչ երեխա է, ոչ կարող ես ասել, բայց պետք է ուղղակի հասկանալ, որ ներքև մարդիկ կան։ Ու շաբաթ կիրակին հանգստի համար է նախատեսված, պետք չի միտքան գլուխ տանել ուղղակի։ Եվ գումարի հետ կապված սա հնարավոր է, բարելավում է ձեր ֆինանսական վիճակը, փոքր շահույթ է սա ամենայն դեպս պայմանագրի կնքում, գումար կարող եք ներդնել, որից է շատ կարևոր եւ եկամտաբեր, որից է գործունեության մեջ, ամենայն դեպս հաջողություն է ձեզ սպասվում, սա գումարի քարտն է, ճիշտ է ամենաբարձր քարտը չէ, բայց գումարի քարտ է, որը որ էլի ձեզ թույլ է տալիս գումար աշխատել, գումար վաստակել եւ շահավետ գործարքներ կնքել։ Իսկ առողջության հետ կապված ոմանց մոտ կարող է մայրությունը, հղիություն է ոմանց մոտ կարող է լինել նաև որևիցե հիվանդություն,
իհարկե ուշադիր եղեք, որոնք որ լինում են երեխաների մոտ, հա, կարող այդպես երեխաներից վարակվել եւ այլն, այնտեղ կարմրախտ է եւ այլն, դիաթез եւ այլն, յուրաքանչյուր բան, որը որ լինում է երեխաների մոտ, կարող է շաբաթ ուղղակի ձեզ մոտ նկատեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 21-ից 27-ը։ Շատերին են գնում գումարի քարտը, քարտերը իհարկե բոլորին այդպես, սա ընդհանրապես երկու բան է։ Մարդը երկու գործ է անում, երկու եկամուտի աղբյուր ունի, երկու երկրպագ ունի, որոնց մասին մտածում է, ծանոթ է թե բանում, ներդնում անել, թե ոչ։ Ոնց որ չգիտի ինչ անի։ Այդ վիճակում է, հա, այսպես, իհարկե այս քարտի մեջ այսպես է, բայց ինքը ընդհանուր ոնց որ մեկը այսպես է, էլի, այսինքն ինքը ծանոթ է թե բանում գումարները։ Նաև հարաբերության մեջ նույնպես ոմանք կարող են հարաբերությունները այստեղ փորձել խաղալ, իհարկե, հա, ճիշտ բառեր ընտրենք, որովհետև կարող է ցանկանաք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, որ կամ տես որ դու սիրում ես եւ այլն, էլի կգաս իմ հետևից, պետք չի նման բաներ անել, սա ուղղակի մարդուն կարող է այնքան խաղա, մարդը արդեն հիասթափվի։ Բայց այստեղ նաև հենց երկու երկրպագու է եւ չգիտեք կամ ծանոթ հետև եք անում, տվյալ մարդու հետ շփվեք թե ոչ, շարունակեք շփվել թե ոչ, տանեք դժվարությունները այս մարդու հետ, թե բաժանվել։ Այստեղ տարբեր ոնց որ մարդը երկակի մտքերի մեջ է ընկած։ Եվ ընդհանուր առմամբ ինչպես վերականգնել հարաբերությունները։ Եվ դուք կարող եք, եթե ընդհանրապես փորձեք կարգավորել ձեր հարաբերությունը, եթե խնդիրներ կան, ապա սա ասում է, որ մարդը կարող եք մեկը մյուսին հարմարվել։ Ինչպես որ նա է ուզում, դուք այդ շաբաթ կհարմարվեք։ Ինչպես նա կուզի, այնպես դուք կասեք, այո, ես էլ եմ այդպես ուզում։ Աշխատանքների հետ կապված մի քանի աշխատանք կարող են լինել եւ դուք ընտրեք աշխատանքների մեջ կամ կարող է հենց կոնկրետ պաշտոնի եւ ձեր ներկայիս աշխատանքի մեջ լինի որովհետեւ հարցեր, որը պետք է անեք։ Նաեւ ովքեր որ ունեն գործարքներ, բանակցություններ, հանդիպումներ, ինչ որ մարդկանց հետ, ապա այստեղ պետք է կարողանաք միառժամանակ մի քանի առաջադրանքներ կարողանաք կատարել, կարդալ ձեզ օգուտ լինելու համար, հա, պետք է եւ ինչ-որ միտեղ պայմանագիր կնքեք եւ պետք է վերլուծեք այն առաջարկները, որոնք որ ձեզ անում են, հա, ասենց ոնց որ մի ձեռով երկու ձմերուկ բռնեք այս շաբաթվա ընթացքում, պետք է կարողանաք կարգի բերել դա, կարողանաք կառավարել ձեզ մի քանի բան միանգամից։ Եվ իհարկե գումարի հետ կապված այստեղ կարող է նաեւ գալիս է գումարները քիչ եւ կարող եք նաեւ տատանվել, կարող է ունեք երկու եկամտի աղբյուր, մտածում եք մեկը հանեք թե ոչ, կարող է երկուսն էլ այս շաբաթ գումարներ են ձեզ բերում, բայց ամեն մեկից քիչ-քիչ, դա շատ չէ, կամ մտածում եք արդյոք չարժի երկրորդը ունենալ, երկրորդ եկամտի աղբյուրը, ինչ է մենակ սա նստած, հա, այդպես։ Հնարավոր է նաև ովքեր բիզնես ունեն, մի փոքր անկայուն վիճակ է ձեզ մոտ։ Այս պահին դրա համար ինչ որ բաներ ծանրութեթև եք անում, մտածում եք ինչ անեք, ինչպես անեք։ Պետք է դժվարություններից ճիշտ ելքը գտնել, հա, ինչքան մարդը շաբաթվա ընթացքում չեք կարող ամբողջ շաբաթ ծանրութեթև անել, մտածել է ինչպես անեք, որ դուրս գաք այդ վիճակից։
Եվ ովքեր որ ոչ հիվանդություն ունեն, ովքեր որ խնդիրներ ունեն, ապա այս քարտը միայն ասում է, որ այդ խնդիրները կապակինվեն, դուք կվերականգնվեք, հատկապես այն մարդիկ, ովքեր որ խնդիր ունեին մինչև հիմա, որովհետեւ քրոնիկական հիվանդություններ կամ դա բարդացել էր, ապա լավ ճիշտ բուժումից հետո այս քարտն ասում է, որ կվերանա դա ձեզ մոտից։ Ճիշտը ինքը ճիշտ բուժում է պետք, որպեսզի վերականգնվեք։ Կախված է թե իհարկե բնական է ինչ հիվանդության մասին է խոսքը։ Սա նոր էներգիա կտա ձեզ, հա, մարդը խաղում է երկու ձեռքերով եւ հավելյալ էներգիա է, կարող նաեւ գնաք սպորտով զբաղվեք, որպեսզի դա ձեզ հավելյալ էներգիա տա։ Այնպես որ շաբաթվա ընթացքում շատ մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը, ավելի լավ կլինի անեք, հա, ձեռքերով արեք, սկսեք ինչ-որ մի բան, ուզում եք երկրորդ եկամտի աղբյուր, ուրեմն սկսեք, մի տատանվեք, պետք է անել, աչքերը վախենում են, ձեռքերով արեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին, սա դուրս եկավ ձկներին, մնացածը փլվեցին։ Դե հրեշտակի քարտն է, դրա համար դուրս թռավ իհարկե, բարձր արկան է, դրա համար ինքը դուրս թռավ, հատուկ ձեզ համար իհարկե։ Դե սա ամենայն դեպս հրեշտակները ձեր կողքն են, ամենա առաջինը, ձեզ կաջակցեն որության հարցում։ Նաև ընդհանուր առմամբ սա բարձր արկանները, երբ որ մարդու կյանքում ընկնում են, դա ամենալավ պահն է շաբաթվա մեջ։ Անձնական հարաբերություններում կլուծեք բոլոր հարցերը, որոնք որ կան, վերականգնեք ներդաշնակ վիճակը ընտանիքում, խաղաղությունը, կգտնեք պատճառները եւ կկարողանաք այդ ամենը վերականգնել։ Եթե հարաբերություններում անհավասարակշռություն կա եւս, հա, այս քարտը դա է ասում, որ ամեն ինչ կսկսի ձեզ մոտ կարգավորվել։ Յուրաքանչյուր հարց, որին որ դուք նեղվում եք, լինի դա աշխատանք, ընտանիք եւ այլն։ Աշխատանքի հետ կապված այստեղ կարող է համագործակցություն լինել ինչ-որ մարդկանց հետ, հնարավոր է նաև ձեր աշխատակիցներով այդպես թիմով աշխատեք, մեկը մյուսին օգնի, մեկը մյուսին աջակցի, ինչ-որ մի բան կարող է կապված լինել, որ մեկը անում է, տալիս է մյուսին, հետո այն մեկն է անում, տալիս մյուսին, այդպես իրար օգնելով։ Եվ այստեղ կարող է Եթե մասնագիտություն եք ուզում կամ աշխատանք եք փնտրում այս շաբաթ, այս քարտով կարող եք այնպեսի մի աշխատանք ընտրել, որը որ վերաբերվում է զգուշությանը, զգույշ պետք է լինեք ձեր կատարած աշխատանքում, շատ պետք է շարժվեք եւ ինքնատիրապետեք ձեզ, կարողանաք հանգստություն պահպանեք յուրաքանչյուր հարցում։ Եթե նման աշխատանքներ կան ձեր աչքի առջև, կարող եք գնալ եւ դիմել։ Եվ ոմանք գումարների հետ կապված հնարավոր է այս շաբաթ մի փոքր հետ գցեք, խնայեք ձեր գումարները, մեծ գումար այս քարտով չեմ կարող ասել, որ մեծ գումարներ կարող եք աշխատել, բայց գումարի հետ կապված խնդիրներ համենայն դեպս չկան։ Կա ապրելու այդ հնարավորությունը կա այս շաբաթ, կկարողանաք հանգիստ վայելել ձեր կյանքը, բայց շատ մեծ գումարներ սրանով չեմ կարող ասել։ Եվ կարող են նաև ինչ-որ մարդիկ ձեզ օգնել, կարող է դուք ունենաք կարիքը դիմեք այս շաբաթ ինչ-որ մարդկանց, ոմանք կարող են գնալ նաև գործուղման, ոմանք նաև ցուցադրեն իրենց կատարած աշխատանքը, ստեղծագործական աշխատանքը, գնաք որոշ մշակութային կենտրոններ, առողջության հետ կապված սա վերածնունդ է ինչ-որ մի բանի։ Ես երեք էի խոսում վերածնունդ բառից, որ Հայաստանում պետք է մարդիկ տառապեն ու վերածնվեն։ Նույնն էլ սա է, այստեղ ինչ-որ մի բանից բուժում եւ վերածնունդ։
Չգիտեմ ինչն է, որ այստեղ ձեզ մոտ ֆիզիկական առողջությաններ կա, այստեղ կամ նաև հոգեկան, ինչ որ հոգեբանական խնդիրներ էր, որ հիմա սա ասում է, որ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի, եթե խնդիր կար առողջության հետ կապված։ Այնպես որ յուրաքանչյուր բան մարդը ոնց որ կրկին զարթնի ու ասի, այս ինչ էր, ինչ կատարվեց ինձ հետ եւ ոնց որ նոր թարմությամբ սկսի ապրել։ Այսքանը։ Այնպես որ պաշտպան ունեք այս շաբաթ եւ ոչ մի խնդիրներ, որպես այդպեսին չի գա ձեր կյանք շաբաթվա ընթացքում։ Այսքանը։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։